Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են պնդումներ, թե Թուրքիան կարող է մասնակցել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություններին։ Որոշ օգտատերեր նույնիսկ գրում են, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Անկարային հարձակվել Իրանի վրա եւ Թուրքիան ներգրավված է Թեհրանի դեմ գաղտնի ռազմական ծրագրում։ Տարածվող տեղեկությունների համաձայն Թուրքիան իբրև պատրաստ է մասնակցել պատերազմին, եթե Միացյալ Նահանգները վերացնի նրա նկատմամբ կիրառվող հակազդել Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների մասին օրենքի հետ կապված պատժամիջոցային փաթեթը։ Սակայն այս պնդումները պաշտոնապես հերքվել են Թուրքիայի նախագահականի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի կողմից։ Թուրքիան որպես անկախ եւ ինքնիշխան պետություն իր արտաքին քաղաքականության ու անվտանգության որոշումները կայացնում եւ իրականացնում է բացառապես ինքնուրույն։ Հակառակ բնույթի հայտարարությունները լիովին անհիմն եւ չարամիտ են։ Թուրքիայի կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին խոսք լինել չի կարող։ Կենտրոնը նաև հանրությանը կոչ է արել չհավատալ նման բովանդակությամբ հրապարակումներին, որոնք ըստ պաշտոնական Անկարայի նպատակ ունեն մանիպուլացնելու հասարակական կարծիքը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանն էլ հայտարարել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին նկատվում է Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ լայնածավալ ապատեղեկատվական արշավ։ Շատ լուրջ ապատեղեկատվական արշավ է նկատվում, կապված Թուրքիայի դիրքորոշման եւ նրա վարած քաղաքականության հետ։ Կան մարդիկ, որոնք դա անում են պետական մակարդակով, կան խմբեր եւ անհատներ, կան նաեւ ահաբեկչական կազմակերպությունների շրջանակներում գործողներ։ Մենք հետևում ենք նրանց եւ հետևում ենք այն հռետորաբանությանը, որով փորձում են ձևավորել հասարակական կարծիք։ Միևնույն ժամանակ Անկարայի եւ Թեհրանի միջև դիվանագիտական շփումները շարունակվում են։ Թուրքիայի պետական ՏՌՏ հեռարձակողը հղում անելով դիվանագիտական աղբյուրներին հաղորդել է, որ Թուրքիայում Իրանի դեսպանը կրկին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ Իրանի դեսպանին ներկայացվել են Թուրքիայի արձագանքը եւ մտահոգությունները կապված վերջին զարգացումների հետ։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված եւ Թուրքիայի օդային տարածք մտած եւս մեկ բալիստիկ հրթիռ վնասազերծվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Ըստ հաղորդագրության հրթիռը չեզոքացվել է Գազիանթափ նահանգի Շահին-Բեյ շրջանի օդային տարածքում։ Թուրքիան տարածաշրջանային մրցակցության տեսանկյունից շահագրգռված է Իրանի թուլացմամբ, սակայն ոչ պարտությամբ, նշում են փորձագետները։ Թուրքիան հավակնում է առաջնորդել մահմեդական աշխարհում, սակայն այդ դերը Իսրայելի հետ ներկայիս հակամարտության պայմաններում ստանձնել է Իրանը, սակայն այս փուլում Իրանի պարտությունը չի բխում Անկարայի շահերից, քանի որ դա կարող է ուժեղացնել Իսրայելի ազդեցությունը տարածաշրջանում։ Իսրայելը խաթարել է Իրանի պաշտպանունակությունը, իսկ այժմ մոտենում է իրանական տարածքին։ Իսկ Իրանից հետո Իսրայելը թիրախավորելու է նաև Թուրքիային։ Անկարայում գիտակցում են, որ Իրանի հետ պատերազմի բռնկումը կազդի նաև Թուրքիայի վրա, ինչը կհանգեցնի նրա երկարաժամկետ թուլացմանը։ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ նշում է, որ Թուրքիան ներկայում փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել, թույլ չտալով տարածաշրջանում ուժերի կտրուկ վերաձևավորում։ Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը մերձավոր արևելքի խաղից դուրս գա, ապա դերակատարային պայքարում Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու։ Թուրքիայի քաղաքականությունն այս փուլում կառուցվում է այն բանի վրա, որպեսզի եւ Իրանը եւ Իսրայելը մեծ կորուստներ կրեն, իսկ ինքը պահը եւ հնարավորությունը օգտագործելով մեծացնի ազդեցության գոտիները եւ գոնե որոշ ժամանակով իրենից հեռացնի Իսրայելի հնարավոր ակտիվությունը։ Մինչ այդ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Թուրքիայի նախագահականը հայտնում է, որ զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։ Էրդողանը ընդգծել է դիվանագիտական լուծումների անհրաժեշտությունը եւ նշել, որ Թուրքիան չի ընդունում Իրանի նկատմամբ իրականացվող անօրինական միջամտությունները։ Իր հերթին Իրանի նախագահը նշել է, որ Թուրքիայի օդային տարածք մուտք գործած հրթիռները իրանական ծագում չունեն եւ այդ հարցով կիրականացվի համապարփակ հետաքննություն։ Իդեպ պարզվել է, որ թուրքական պաշտպանական ընկերությունը Ռեբկոնը ռումբեր է մատակարարում Իսրայելին։ Թուրք մուսուլմանական ակտիվիստները արդեն բողոքի ակցիա են իրականացրել ընկերության գրասենյակի դիմաց Ստամբուլում։ Ամբողջը վանկարկում է Ռեբկոնը Իսրայելի եւ Միացյալ Նահանգների մարդասպանների օգնականն է։ Ֆրիդա Ղազարյան, Արտեմ Պետրոսյան, TB News։